Բարև ձեզ, 2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխի գործարքների ձևավորվող հետվճարի ծրագիրը կշարունակվի նոր կարգավորումներով։ Սոցիալական հարթակի տաղավարում մեր հյուրն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Եվ այսպես տարեսկզբից կարելի ասել արդեն հերթական անգամ կվերանայվի հետվճարի շեմը և թիրախային խմբի այն քաղաքացիները, որոնք նախընտրում են իրենց թոշակը նպաստը ծախսել անկանխիկ, հնարավորություն կունենան իրենց ամսական եկամուտը բարելավել միանգամից 8%-ով, այո։ Այո, հունվարի 1-ից մենք կունենանք հետվճարի նոր չափ, ոչ թե 8%-ով բարելավել, այլ 8%-ային կետով, այսինքն 12%-ից կդառնա հետվճարի չափը 20% եւ առավելագույն շեմը, որը այս պահին գործում է 6000 դրամ ամսական կատարված գործարքների մասով, ապա այդ նոր շեմը կդառնա 10000 դրամ։ Պարոն Խաչատրյան, ծրագրի սկզբում թերահավատություն կար, այն առումով, որ մի կողմից ընձեռվում է հնարավորություն բարձրացնել նպաստ թոշակի չափը, բայց իրավիճակն էր, այսպես ասած, ոչ խոստումնալից, քանի որ քարտապան քաղաքացիների թիվն էր քիչ, անկանխի գործարքներն էին չնչին։ Հետաքրքիր է, հետահայաց կխնդրեմ ներկայացրեք, մեկնարկի փուլից ինչ ընթացք հաղթահարվեց եւ այսօր ինչ իրավիճակ ունենք։ Իրականում մեկնարկի ժամանակ, այո, որոշակի մտավախություններ կային, որ կարող է արդյունք չտալ, բայց մենք նաև քարտային գործարքների համաշխարհային փորձը ուսումնասիրելով եւ այդ հետվճարի գաղափարը մենք չենք բնականաբար հորինել եւ դա բավականին երկար տարիներ տարբեր նաև տեղական բանկերի կողմից առաջարկվում է եւ դա ունեցել է որոշակի հաջողություններ եւ մենք որոշեցինք փորձել եւ կիրառել այս դեպքում մեր քարտապան թոշակառուների համար մի քանի նպատակներ հետապնդելով հնարավորություն ընձեռել նախ ամեն անձ ինքն իր ձեռքով բարձրացնի իր կենսաթոշակը կամ նպաստը, մյուս կողմից նաև վարկագծային որոշակի փոփոխություններ կատարել եւ նոր տեխնոլոգիաները արդեն հասանելի լինեն եւ կիրառել լինեն մեր ուրեմն շահառուների կողմից եւ կարծում եմ մենք մեր նպատակները մեծ հաշվով թիրախավորել եւ իրագործել ենք, այո, չնայած ստվերային շրջանառությունը կրճատելու միտումն էլ կար, այո։ Այո, այդ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դա մեզ համար իհարկե ամենաառաջնային նպատակներից չէր, մեր այլ գործընկեր գերատեսչությունները միգուցե ավելի շատ այդ նպատակները տեսնեին սրա մեջ, չնայած որ կառավարության մակարդակով իհարկե դա նաև նպատակներից մեկն էր եւ այո, ստվերային շրջանառությունը այս գործիքների միջոցով բնականաբար դուրս է բերվում ընդհանուր առևտրի շրջանառությունից եւ ունենում ենք ավելի թափանցիկ տնտեսություն արդյունքում։ Թվերը սկզբնական շրջանում բավականին ցածր էին եւ առաջին ամսին ունեցել ենք 2022 թվականի հուլիս ամսվա շահառուների թիվը եղել է 16000-ից մի փոքր ավել եւ այսօր անցել է շուրջ 39 ամիս, 38 ամիս եւ ունենք 300 շուրջ 50000 շահառու եւ եթե ամսական, միջին, ուրեմն աճի վերածենք, ապա յուրաքանչյուր ամիս մենք ունեցել ենք 9000 շահառուով ավելի շատ կենսաթոշակառու կամ նպաստառներ, ովքեր դարձել են այս հետաքրքիր գաղափարի կիրառողը։ Իսկ միջին ամսական հետվճարը այսօր որտեղից ուր ենք հասցրել։ Միջին ամսական հետվճարը առաջին ամիսներին 2400-2500-ի շրջանակում էր, ներկայումս մոտենում ենք 4200-ի, չնայած որ պիտի ասեմ մենք մեկ անգամ 10%-ը բարձրացրեցինք 12%-ի, բայց միևնույն ժամանակ կոմունալ գործարքներից ուրեմն հետվճարի հաշվարկումը այդ պահից դադարեցվեց, չնայած որ կային դժգոհություններ, որ հնարավոր է որ անկում տեղի ունենա, քանի որ վճարումների մեծ մասը կոմունալ վճարները կարող են լինել որոշ ուրեմն նպաստառու կամ կենսաթոշակառուների մոտ, բայց մենք բարձրացնելով նաև շեմը բարձրացրեցինք, հետևաբար մենք չունեցանք կորուստ արդյունքային ցուցանիշների մեջ եւ նույնիսկ ավելացում տեղի ունեցավ, հետևաբար այսօր արդեն 4200-ին ենք հասել, իսկ արդեն հունվարի 1-ից երբ կբարձրանա 20%, մենք ունենալու ենք 5500-ից ավել
կամ մինչև 6000-7000 հնարավոր է, որ ունենանք միջինում յուրաքանչյուր շահառուի մասով ավելացում։ Շատ լավ, ձեր հնչեցրած թվից ստացվում է, որ այսօր նպաստառուների եւ կենսաթոշակառուների ընդհանուր թվի մոտ 55%-ն է, այո, օգտվում հետվճար ստանալու իրավունքից։ Կա վերլուծություն, ինչն է պատճառը, որ այդ թիվն ավելի մեծ չէ։ Տեսեք, մեկնարկի ժամանակ ունեինք 390,000 շահառու, ովքեր իրենց կենսաթոշակական նպաստը ստանում էին բանկային քարտի միջոցով, չնայած որ անկանխիկ գործարքները բավականին ցածր մակարդակի վրա են, կարելի է ասել չկար, որտեղ այդ քարտերը օգտագործվում էին որպես գործիք կանխիկացնելու համար։ Այս պահին ունենք 200,000-ով ավել քարտապաններ։ Կարծում եմ ամենամեծ պատճառներից մեկը դա այն է, որ վերջիվերջո մենք գործ ունենք ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գրեթե ամբողջ գիտակցական կյանքում օգտվելով կանխիկ գումար են սիրել։ Այո, օգտվել են կանխիկ գումարից եւ իրենց որոշակի դժվարություն է միանգամից այդ փոփոխությունը իրենց կյանքում կատարել, բայց պետք է նորից օգտվելով առիթից հորդորենք մեր շահառուներին, որպեսզի գնան այդ քայլին եւ վերջիվերջո դա ավելի հեշտացնելու է իրենց կյանքը, քանի որ անիմաստ, այսպես ասած, գործողությունները այլևս տեղ չեն ունենա իրենց կյանքում, որտեվ ներկայումս պետք է գնան բանկոմատից կանխիկացնեն, այնուհետև մոտենան խանութ, խանութում կամ առևտրի կետում պետք է ուրեմն գումար տան, հետո մանրի սպասեն եւ այլն, սա ժամանակը եւ այլն կորցնելու նաև որոշակի ռիսկ է կան, իսկ այս դեպքում հնարավոր է քարտով միայն մոտեցնել եւ որևէ այս գործողությունների կարիք այլևս չի լինի, հետեւաբար կրկին կխորհրդենք, որպեսզի մեր շահառուները քիչ ավելի համարձակ լինեն այս կոնտեքստում։ Ծրագրին ընթառաջ կան, հնարավորությունը բաց չթողնեն։ Պարոն Խաչատրյան, 2022 ամռանը, երբ ծրագրի ստարտը տրվեց, կառավարությանը գործընկեր դարձավ, եթե չեմ սխալվում, 5 ֆինանսական կառույց կամավորության սկզբունքով, նաև որպես համաֆինանսավորող կողմ, հետո համաֆինանսավորման կոմպոնենտը դուրս եկավ եւ բանկերի ցանկն էլ ընդլայնվեց։ Այսօր քանի գործընկեր ունի ծրագիրը։ Ամենաառաջին ամսին մեզ արձագանքել էին թվով 3 առևտրային բանկ եւ շատ կարճ ժամանակում, եթե չեմ սխալվում, 1-2 ամսվա ընթացքում եւս 2-ն ավելացան։ Ներկայումս ունենք 11 գործընկեր բանկ, որոնց կողմից թողարկված քարտերի միջոցով գործարքներ կատարելիս մեր շահառուները կարող են ունենալ հետվճարը, այդ բանկերն են Ալփա բանկ, Արչին բանկ, Ամիո, Արարատ, Արցախ, ID բանկ, Converse բանկ, Հայ-Էկոնոմ բանկ, Ineco բանկ, Evoca եւ Unibank։ Պարոն Խաչատրյան, իսկ այն քաղաքացիները, որոնք չեն կարող օգտվել հետվճարի հնարավորությունից, քանի որ իրենց բանկը դա չի տրամադրում, հիմա մտափոխվել են եւ ուզում են իրենք էլ այս հնարավորությունը իրացնել, ինչպես կարող են դառնալ ծրագրի շահառու։ Սպասարկում բանկ փոխելը բավականին հեշտացված է եւ դա հնարավոր է կատարել թե տանից կամ ցանկացած այլ վայրից առցանց դիմում ներկայացնելու միջոցով եւ մենք կարծում եմ հղումը կտանք մեր շահառուներին, ովքեր կարող են այդ հղմամբ անցնել եւ ներկայացնել դիմումը, իսկ եթե կունենան դժվարություն, այսինքն հասանելիություն չեն ունենա սմարթֆոնին կամ համակարգչին, ապա իրենց բնակության վայրին ամենամոտ միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժին մոտենալով կարող են ներկայացնել իրենց ուրեմն դիմումը, որը նույնպես շատ կարճ ժամանակ է իրենցից խլելու եւ մեր աշխատակիցները շատ բարեհամբույր կերպով կսպասարկեն։ Շատ լավ։ Պարոն Խաչատրյան, սկզբնական փուլում կար նաև օբյեկտիվ անհանգստություն, դժգոհություն, որ մարզերի հատկապես փոքր բնակավայրերում քարտով առևտուր անելու հնարավորությունները քիչ են կամ ուղղակի չկան։ Այսօր ինչ պատկեր ունենք։ Դուք ճիշտ եք, սկզբնական շրջանում այդ իրավիճակը իրապես կար, որովհետև բազմաթիվ գյուղական բնակավայրեր, որտեղ հիմնականում լինում են փոքր խանութներ, այո, այնտեղ շատ դեպքերում չկային այդ սպասարկող սարքերը, քարտեր սպասարկող սարքերը։ Հենց սկզբից մենք մեր կենտրոնական բանկի գործընկերների հետ
պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների հետ եւ նաեւ հորդորելով թե տնտեսվարողներին եւ թե մեր առևտրային բանկերին որոշակի եւ էական փոփոխություններ ուրեմն գրանցվեցին եւ մատների վրա կարելի է հաշվել կարծում եմ այսօր ինչ գյուղեր որտեղ միգուցե չլինեն այս սարքերը, որով պետք է սպասարկվեն քարտերը, բայց հիմնականում դրանք արդեն առկա են եւ դա ցուցանիշներն են ցույց տալիս, որ գյուղական բնակավայրերում անկանխիկի ծավալների աճ կա այնուամենայնիվ խոչընդոտը ոչ միայն սարքը չլինելն է, այլ որոշ դեպքերում նաեւ տնտեսվարողներն են ինչ պատճառներով խուսափում են սպասարկել քարտով, ամեն դեպքում կանխիկը իրենց կարծիքով ավելի ցանկալի է միգուցե, բայց այստեղ էլ ունենք վարքագծային որոշակի փոփոխություն, այստեղ նաև մեզ օգնում են մեր շահառուները, ովքեր հավելյալ եկամտի ակնկալիքով թե ահազանգում են, թե նաև մի քիչ համառ են գտնվում վաճառակետի հետ, որպեսզի ընդունեն այդ գործարքը անկանխիկ եղանակով եւ այո, դինամիկան դրական է։ Եվ վերջում մի տեխնիկական բնույթի հարց էլ ուզում եմ ձեզ ուղղել, այդ մասին շատ է խոսվել, բայց հավատացեք, դեռ կան կենսաթոշակառուներ, որոնք սպասում են, որ նախորդ ամսվա քեշբեքը պիտի ստանան տվյալ ամսվա կենսաթոշակի հետ, ու երբ քարտի վրա չեն տեսնում այդ թիվը, անհանգստություն է լինում։ Կխնդրեմ մեկ անգամ եւս հիշեցնեք, թե ինչ ժամանակացույցով են փոխանցումները արվում։ Այո, այդպիսի զանգեր եւ դիմումներ ունենում ենք, որ մենք սպասում էինք, որ կամ պակաս ենք ստացել, այսինքն հետվճարի են հատվածը, որը սպասում էր, պիտի ստանան, չեն ստացել կենսաթոշակի հետ միասին, բայց հետվճարը նախորդ ամսվա հետվճարը վճարվում է հաջորդ ամիս մինչեւ ամսվա 25-ը։ Այսինքն որպես կանոն 20-ի 20-ից 25-ի միջակայքում սպասել։ Այո, այդ միջակայքում պետք է սպասել եւ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, որովհետեւ երբ ամիսը ավարտվում է, այդ քարտերով կատարված գործարքները ենթարկվում են վերլուծության եւ դրանք 1 վայրկյանանոց կամ 1 ժամանոց վերլուծություններ չեն, եւ դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում, յուրաքանչյուր բանկ իր մոտ ունեցած մի քանի տասնյակ հազար կամ 100,000-ից ավել հաճախորդների գործարքները վերլուծում են տվյալ ամսում կատարված եւ այնտեղից կատարում են որոշակի զտումներ, որովհետեւ մենք ունենք սահմանափակումներ, օրինակ Հայաստանից դուրս կատարված գործարքները, առևտուրները դրանք չեն հաշվարկվում հետվճարի մեջ, հետեւաբար դրանք պետք է զտել, այո, այդ աշխատանքը պետք է տարվի եւ այդ վերլուծության արդյունքում նաեւ տվյալները փոխանցվում են մեզ մոտ էլ որոշակի վերլուծական աշխատանքներ ենք իրականացնում եւ այդ դրա արդյունքում ձևավորում է վերջնական հետվճարի չափը յուրաքանչյուր անձի մասով եւ 20-ից 25-ի հատվածում փոխանցումները կատարվում են։ Այսինքն անհանգստանալու առիթ չկա։ Չկա։ Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Խաչատրյան։ Սոցիալական հարթակի տաղավարում դեռ կհանդիպենք, հաջողություն։